Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատները հաղորդաշարը։ Անկախ ժամանակաշրջանից, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակներից, անկախ ամեն ինչից Հայաստան-Սփյուռք կապը երբեք չկտրվեց, որովհետև հայը երբեք չկորցրեց իր պատասխանատվությունը, հոգատարությունը եւ սրտացավությունը Հայաստանի եւ հայրենակցի նկատմամբ։ Այսօր խոսելու ենք մի կառույցի մասին, որը կարծես սփյուռքահայության համար կամուրջ լինի դեպի հայրենիք։ Այսօր մենք կզրուցենք Հայաստան հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ատենապետ Մարիա Մեհրանյանի հետ։ Տիկին Մեհրանյան, շատ շնորհակալ եմ զրույցի առաջարկն ընդունելու համար։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման նպատակն է եղել Հայաստանի եւ Սփյուռքի ռեսուրսները եւ ներուժը միավորել հանուն հայի եւ Հայաստանի։ 1992 թվականին Հայաստանում հիմնադրվեց Հայաստան համահայկական հիմնադրամը, որից հետո 2 տարի անց 1994 թվականին հիմնադրվեց ԱՄՆ-ում տեղական մարմինը։ Այո։ Կասեք, խնդրեմ, ինչպիսին էր մեկնարկը ամենասկզբից, ինչ ճանապարհ անցաք եւ ուր եք հասել այս պահին։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ։ Մենք ամեն առիթ, որ ունենում ենք, որ կարող ենք խոսել Armenia Fund-ի գործունեության մասին, միշտ ընդառաջում ենք եւ ողջավորված ենք, որ անպայման խոսենք ձեզ հետ եւ բացատրենք, որ ինչա պատահել։ Ինչպես որ ասացիք, այդ տարիներում եղել է Հայաստանում հատուկ ինչ-որ կարգավիճակ, ինչ-որ դեպքեր էին պատահում, այնտեղ կար երկրաշարժ, այնտեղ կար կարգերի փոփոխությունը, սովետի փլուզումը, շատ բաներ կային այնտեղ եւ Հայաստանը որոշ իմաստով տագնապալից վիճակի մեջ էր, հա, այդ մութ օրերը կային եւ այլը եւ այդ ժամանակ Սփյուռքը եւ նմանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մանավանդ Լոս Անջելեսը, որ ասենք ամենամեծ թվով հայություն ունի, հուզված էր այդ հարցով։ Ինչու՞, որովհետեւ մենք որպես սփյուռքահայեր, որոնք շարունակ ապրել են Սփյուռքում որպես հայ 100 տարուց ավել, մեզ թվում էր, որ եւ այդ զգացմունքը կար, որ սա մեզ էլ է պատկանում եւ մենք էլ ունենք անելիք այս հարցի կապակցությամբ եւ դրա համար ուրեմն իմի են գալիս եւ միանում են բոլոր այստեղի կազմակերպությունները, մշակութային եկեղեցիները, բոլորը եւ միանալով մեկ ուժ են դառնում եւ ստեղծում են Armenia Fund-ը, որպեսզի կարողանա դառնա այդ կամուրջը, որ ինչ որ պետք է, ինչ կամ ինչ ձևով որ պետք է օգնել Հայաստանին եւ ինչ որ գնալ դեպի մի նոր օր, զարգացնել եւ առաջ ընթանալ։ Եվ մեծ հուզում ա եղել այդ տարիներին այստեղում, եղել են շատ կարևոր դեմքեր, ասենք մեր գաղութի մեջում եղած ղեկավարներ, որոնք ընդառաջել են եւ այդ պատճառով սկսել է Armenia Fund-ը այստեղում այդ նպատակով, որ ինչա պետք այդ ժամանակ եւ ինչ որ պետք է եղել եւ կարիքները ինչ որ եղել են Հայաստանում, այս կազմակերպությունը կարողացել է ինչ որ հասնի այդ բերի իր ուժերը, ռեսուրսները, որ պատասխանի այդ օրվա կարիքներին։ Իսկ ում կողմից է եղել գաղափարը եւ ով է հիմնադրել այստեղի տեղական մարմինը։ Էդիկ մի հոգի չի եղել այդ հիմնողը, ինչպես ասամ, դրանք եղել են բոլոր կազմակերպությունները, որ այսօր նաև մեր խորհուրդն են կազմում, նախագահական խորհուրդը, ասենք, եւ այդտեղ եղել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք ակտիվ են եղել Լոս Անջելեսի գաղութում, 4 եկեղեցիները, հայ օգնության միությունները, դրանք բոլորը միացել են այդ ժամանակ եւ հետաքրքիր է, որ միակ կազմակերպությունն է եղել բացի իր ծավալից եւ ասենք չափից եւ գործունեության ընթացքից, միակ կազմակերպությունն է եղել, որ անկախ է եղել բոլոր եղած կազմակերպություններից եւ այն հարցերից մեկն է եղել, որ բոլոր այս կազմակերպությունները համոզվել են, որ պիտի միանան եւ այդ նույն աշխատանքը տանեն։
եղած ժամանակ եւ դա մի հատ ասենք յուրահատկություններից է Այո։ իմ կարծիքով Armenia Fund Ըստ տրամաբանության նախքան օգնություն ցուցաբերելը նախ պետք է վաստակել հանրության վստահությունը, որպեսզի այդ հավաքած գումարները կարողանալ տնօրինել ըստ ծրագրերի անհրաժեշտության։ Ինչի հետ է կապում հանրության նման վստահությունը ձեր կազմակերպության հանդեպ։ Տեսեք, ես մի հատ կազմակերպություն աղա, որ 30 տարուց ավել աշխատել է եւ որովհետեւ հերո ա եղել միշտ եւ անկախ է մնացել, ասենք օրվա քաղաքական եւ ուրիշ հարցերից եւ եղել է միայն մարդասիրական աշխատանք տանող կազմակերպություն եւ ենթակառուցային, հա։ Այդ ժամանակ ինքը սկսել է աշխատել եւ եղել են ապացույցեր, որ իր աշխատանքի արդյունքները ինչ են։ Դա եղել է ամենամեծ հավաստիքը, որ ինչու են ժողովուրդը մեզ հավատում։ Երբ որ գնում են Հայաստան եւ տեսնում են, որ ջրատարը սարքվել է հիմնադրամի Armenia Fund-ի միջոցով, երբ որ գնում են քշում են մի հատ ճանապարհի եւ ուղու վրա, որոնք գիտեն, որ կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից։ Եվ հետո ինչ ա եղել, որովհետեւ մեր հոգաբարձական խորհուրդը կազմված է 10 կազմակերպություններից, որոնք ասենք ղեկավարում են այս գաղութը։ Իրանք ունեն նաև, ասենք եկեղեցիներ ունեն իրենց հավատացյալները, կազմակերպություններ ունեն իրենց անդամները, մենք կարողացել ենք շատ մեծ ծավալով հասնել բոլոր անդամներին մեր, ասենք, այստեղի գաղութի եւ հետո դրա վրա, այսինքն այդ բազան, որից մենք սկսել ենք, բավական մեծ ա եղել։ Եղել է իր մեջ է ներառել բոլոր կազմակերպությունները եւ հետո նրա վրա մենք աշխատել ենք հետո ավելացնել, ինչով իսկապես ցուցադրելով մեր աշխատանքի արդյունքը նախ եւ երկրորդ է որ շատ ծավալուն աշխատանք ենք անում։ Մեր աշխատակազմը փոքր աշխատակազմը, բայց շատ ուժեղ եւ մեր ուրեմն այնտեղ մենք սկսել ենք մի հատ database, որ հիմա դրա ծավալը 100,000 անունից ավել է։ Ուրեմն մենք սկսում ենք տարիների ընթացքում հասնել ավելի մեծ թվով անհատների, մեր մեջ ենք աշխատում բերել նաև երիտասարդության, որոնք այստեղ են ծնվում եւ մեծանում եւ որոնք շատ ուժեղ ձևով կապված են զգում իրենց Հայաստանի հետ։ Ուրեմն հավաստիքը եղել է մեր աշխատանքը, իսկ ծավալի մեծությունը եղել է մեր բազան եւ հետո մեր շարունակական աշխատանքը տարիների ընթացքում, որը ստեղծել այդ database-ը, որի միջոցով մենք կարողանում ենք դրամահավաք անել։ Եվ եթե դուք նայելու լինեք, առաջի տարիներում եղել են մի քանի մեծ դոներներ, մի քանի մեծ բարերարներ։ Իսկ տարիների ընթացքում կարող է դրամի չափը, քանակը, որ իրենք նվիրել են, ավելի փոքր լինի, իսկ թիվը նվիրատուների աճել է։ Եվ դա մեր նպատակն է եղել առաջուց։ Նաև միշտ դուք աչքի եք ընկել ձեր թափանցիկ գործելավճով։ Ձեր հաշվետվությունները միշտ թափանցիկ են ու հանրամատչելի։ Կասեք, որ մեթոդով եւ ինչպես եք կարողանում կատարել այդ ահռելի ծավալ ունեցող աշխատանքը։ Այո, դա շատ կարևոր է մեզ համար եւ մեր հարատևման եւ մեր գոյություն հարատևելու համար։ Շատ կարևոր աշխատանք է դա։ Մենք գրանցված ենք այստեղ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որ դա կոչվում է անգլերենում non-profit organization 503(1)։ Սա մի հատ ասենք օրենսդրական ինչ-որ մի հատ հարցա օրենքի հետ կապ ունեցող։ Սրանք կազմակերպություններ են, որ կարող են դրամահավաք անել եւ մարդասիրական կազմակերպություններ են։ Ուրեմն մենք սրանք նաեւ այս ձևի կազմակերպությունները պարտադիր են բանի կողմից, պետական մարմինների կողմից, իրենք պարտադիր են հատուկ ձևի հաշվետվության։ Օրինակի համար մենք պիտի անցկացնենք տարեկան աուդիտներ։ Եվ այդ աուդիտները կատարվում են մեծ կազմակերպությունների միջոցով եւ այդ աուդիտները պիտի որ անպայմանորեն անցնեն նահանգի քարտուղարի կայքի վրա։ Ամեն տարի հատուկ մի հատ ասենք թվականի դրանք պիտի գնան այդտեղ ու նաեւ մենք IRS-ի հետ, որ ինչպես գիտեք եկամուտների ներքին եկամուտների services նրանք նաեւ իրավունք ունեն մեզի audit անելու, նրանք կարող են որևէ դեպքում գան ներս եւ պահանջեն մեզնից audit-ը, եթե հաշվետվություն է։ Եվ ամեն տարի դա պիտի պատահի եւ մենք տարիների ընթացքում շատ, ասենք, կարգապահորեն այդ աշխատանքը տարել ենք։ Հետո դրանից հետո ուրեմն այդ բացատրությունն է, որ մենք դուրս ենք գալիս եւ բացատրում ենք աղոթին, որ այդ դրամներով որ հավաքվել են եւ ասենք այդ նվիրատուները եւ այդ բարերարները տեսնում են իսկապես իրենց աշխատանքի արդյունքները եւ դա ինքը օգնում է մեր թափանցիկության։ Եվ ցանկացած ոք կարող է մուտք գործել ձեր կայք եւ տեսնել, որ ծրագրերի վրա ինչքան գումար է ծախսվել։
Այո, եւ նաեւ մենք թելեթոնների ժամանակ հայտարարում ենք ծրագրեր, որոնք ինչ ծրագիր ա եղել այդ տարվա ծրագիրը եւ ինչքան ա ծախսվել։ Բոլորը թափանցիկ մանրամասն ներկայացված է։ Ես մի անգամ մուտք գործել նայել եմ։ Այո, Շատ հանրամատչելի ու թափանցիկ ներկայացված է Այո։ բոլոր հաշվետվությունները։ Շատ ուրախ եմ, որ դուք էլ այդպես եք գտել։ Ջրամատակարարումից մինչև կրթություն, առողջապահությունից մինչև բնակարանաշինություն, ձեր կողմից աջակցություն ստացած ոլորտները բազմազան են ու բազմատեսակ։ Կասեք, ինչպես եք ընտրում ոլորտը ըստ որ առաջնահերթության։ Այո, մի քանի տեսակ։ Ուրեմն երբ պատահում է, որ մենք ունենք մեկ հատ բարերար, այսօր առավոտ մենք հանդիպել ենք մեկ հատ մեր բարերարներից պարոն Վահե Մալյան անունով, որ ինքը որոշում է, որ օրինակի համար ինքը ուզում է, որ մեկ հատ տուն բազմազավակ ընտանիքի հանձնի Արցախից տեղահանված ընտանիք, հա։ Այդ մարդը մեզի օրինակ այդ անձնավորությունը մեզի որոշում է, որ պիտի տա $100,000։ Այդ դեպքում մենք գիտենք արդեն ծրագիրը ինչ է։ Ուրեմն բարերարը որոշում է ծրագիրը, այդ մեկ դեպքն է։ Մյուս դեպքն է, որ մենք ստանում ենք նաև, որ այդ ժամանակ կարևոր բաները ինչ են։ Օրինակի համար այսինչ փոքրիկ գյուղաքաղաքը ունի, ասենք, ջրամատակարարման միջոց։ Ուրեմն մենք այդ դեպքում կենտրոնանում ենք դրա վրա, բայց շատ կարևոր է, որ մեր հոգաբարձական խորհուրդը ընդունի այդ ծրագիրը եւ կիրառի այդ տարվա համար։ Եվ դա նաև որոշում է նրանով, որ այդ տարվա մեր, ասենք, ընդհանուր թեման ինչ աշխատանքի այստեղում, ինչն է, որ մեր կարծիքով այդ տարվա մեջ հուզելու է մեր, ասենք, բարերարներին եւ այստեղի գաղութի անդամներին, ինչքան են կարող դրամահավաք անել դրա վրա։ Ու նաև ունենում ենք տարբեր արշավներ, տարբեր աշխատանքների եւ տարբեր ծրագրավորումների վրա, եւ ամեն մի արշավ ինքը անում է իր, ասենք, ունենում է իր դրամահավաքը։ Եվ այդ ձևով է որոշվում։ Ուրեմն մի քանի տարբեր տեսակներով է որոշվում, որ ինչ աշխատանքներ են կարող անել, որի համար ինչպես են կարող դրամահավաք անել։ Իսկ տեղական մարմնի կողմից իրականացված որ ծրագիրն է ձեզ համար առանձնահատուկ եւ հատկանշական։ Հա։ Տեսեք, ես տարիների ընթացքում այդքան ծրագիրներ որ արել ենք, բոլորը դժվար է ընտրելը, որտեղ երբ որ գիտես, որ փոխվում են անհատների կյանքը, փոխվում են երիտասարդների կյանքը, լավանում է հիվանդների վիճակը, շատ դժվար է, բայց իմ մտքում մեկ հատ շատ հարազատ ծրագիր ինձի եղել է տարիներ առաջ մեր ներդրումը, որ ուրիշ երկրներ են մասնակցել են, ասենք ուրիշ տեղի տեղական մարմիններ, մեկ հատ ծրագիր ա եղել ջերմոցների, որոնք այդ ջերմոցները կանանց միջոցով կանայք են, որ դրանք կառավարել են եւ անկանայք, որոնք իրենց ընտանիքներում եղել են գլխավոր, ասենք, անհատը, որ ընտանիքը պահում է, եղել ամուսինը չի եղել, երեխաներ են եղել եւ դրանք հետո սովորել են ինչպես բիզնեսներ անեն, ինչպես անկախ ամեն ինչից իրենք կարողանան հոգալ իրանց ընտանիքների ծախսը։ Այդ ծրագիրը իմիջայլոց նաեւ ես հիշում եմ, որ ներկայացրել եմ ՄԱԿ-ում կանանց մի հատ կոնֆերանսի մեջ, որ Հայաստանում սա կատարվում է եւ շատ հետաքրքրական ծրագիր ա եղել։ Դա մեկն ա եղել, բայց դրանից ավել շատ կա։ Հիմա այս անցյալ տարի մենք ուրեմն Գյումրիի մեջ, անցյալ ասենք 8-10 տարվա մեջ, գուցե ավելի երկար, մենք Գյումրիի մեջ մեզ աշխատանք ենք տարել։ Այնտեղ 40 հատ տներ են եղել նախ եւ առաջ, առաջին փուլում, որ դոմիկներում ապրողներին տեղափոխել ենք այնտեղ այդ տների մեջ։ Նրանից հետո դա եղել է մոտ $2 միլիոն այդ ծրագիրը։ Նրանից հետո անցյալ 3 տարվա մեջ 4 հատ շենք ենք սարքել, դրանք մենք Գիտեմ, եղել եմ, տեսել եք։ Դրանց մեջ 80 հատ յունիտ կա, 80 հատ բնակարան կա, որոնք բոլորը տրված են դոմիկներից։ Իհարկե, հետո կան մարդիկ գնում են Հայաստան վերադառնում, ասում են, բայց դոմիկներում դեռ մարդիկ են ապրում։ Այո, բայց մենք չենք կարող լրիվ այո դոմիկների հարցը լուծել, բայց այնքանով որ մենք կարողացել ենք դրամահավաք անել եւ աշխատել, դա շատ լավ աշխատանք ա եղել։ Գիտեմ, որ հիմնադրամը ունի 20,000-ից ավել նվիրատու ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ի տեղական մարմնի նվիրատուները ովքեր են եւ ինչ քայլեր եք անում, որպեսզի ավելի շատ նվիրատուներ ներգրավեք ձեր հիմնադրամ։ Ես ամենահեշտ ձևը բացատրելու դա այն է, որ մենք 3 մասի ենք բաժանում կամ 3 կատեգորիայի ենք բաժանում մեր նվիրատուներին, նրանք, որոնք մեզ նվիրում են, ասենք $100-ից մինչև $1,000 ամեն տարի, հա, միշտ մշտականորեն, շարունակաբար, դա լինում է առաջի կատեգորիան, երկրորդը լինում է նրանք, որ ասենք մեզի տալիս են $1,000-ից մինչև 10,000, 20,000, դա դառնում է այդ միջին, իսկ եւ հետո լինում է այդ խոշորները։ Խոշորների մեջ անցյալ 3 տարվա մեջ մենք 2-3 հատ շատ մեծ կտակներ ենք ստացել։
Մեկը եղել է Պարեն Մելիքյանի կտակը, որը ինքը Նյու Յորքից ա եղել, մեկը եղել է դոկտոր Նիսանյան, իրանք Ֆլորիդայում են ապրել եւ իր կտակը մեզ կտակը իր եղածը եւ այս տարի նորից մի հատ պիտի ունենանք, դրանք դառնում են ավելի այդ խոշոր, ասենք նվիրատուները, որոնք նորից դա գալիս է այն հարցից, որ ինչքան վստահություն ա եղել տարիների ընթացքում, որ ասենք կտակը գրվել է Armenia Fund-ի վրա։ Դա համարում եք մեր մեծ հաջողություններից մեկը։ Այո, վստահ եմ։ Իսկ անուններով հիմա պիտի ասեմ, որ նորից, ինչպես որ նախապես խոսեցինք, այդ մեծ դոնորները եղել են առաջին տարիներում, որտեղ ասենք տագնապալից վիճակ ա եղել եւ այն մարդիկ, որոնք շատ մեծ ասենք գումարներ են նվիրել, բայց հետո մեր աշխատանքը եղել է, որ մենք հասնենք ավելի մասաներին եւ չունենանք ասենք 5 մենակ մեծ դոնորներ, որտեղ դրա վտանգը նաեւ են, որ այդ դոնորները ասենք եթե մեր առիթից մեր ժամանակից հետո որոշում են չնվիրել, ուրեմն կազմակերպությունը չի կարող գոյատևել։ Ուրեմն մենք գիտենք, որ մեր հարատևման համար պիտի որ աշխատենք ավելի մեծ լայն հասայի հասնելու ու նաև դրա համար մեր օֆիսը հետաքրքիր աշխատանք ա տանում, որ շատ նպատակ ասել այդ, այսինքն մենք որոշում ենք այսինչ կատեգորիային ինչպես ենք մոտենալու եւ ինչպես ասենք արշավ ենք տանելու, ինչպես ենք խոսելու, ինչ մատերիալ ենք իրենց տրամադրելու, որպեսզի իրենք շարունակեն մնալ մեզ հետ, որտեղ ամեն մարդու նույն հարցերը չի հուզում, չէ՞։ Տիկին Մեհրանյան, կխնդրեմ ասեք նաև ինչ կառուցվածք ունի ԱՄՆ-ի տեղական մարմինը, կամավորական աշխատանքների, մենեջմենթի, համագործակցող կառույցների իմաստով։ Նորից կարևոր է շեշտել, որ ինքը անկախ կազմակերպություն է գրանցված Կալիֆոռնիա նահանգի մեջ։ Մենք ունենք մեկ հատ ուրեմն խորհուրդ, որը ղեկավար խորհուրդն է մեր, հետո ունենք մեր անձնակազմը, փոքր անձնակազմ, բայց շատ ուժեղ եւ շատ գործունյա, եւ այդպես ենք պահում, ուզում ենք որ մեր անձնակազմը չմեծանա, երբ որ հատուկ կարիքներ կան եւ հատուկ մասնագիտության պետք է, մենք հրավիրում ենք որոշ ասենք անհատների, որոնք մասնագիտացված են այդ աշխատանքի մեջ որ պետք է, ու նաև մեր կամավորները տարիների ընթացքում եղել են, ինչպես գիտեք, գալիս են տելեթոններին, իրենք պատասխանում են հեռախոսները, տարիներ ինչ որ մի տեսակ ավանդույթ է նաև, որ իրենք մաս կազմեն այդ աշխատանքին, մանավանդ որ դա լինում է գոհունակության օրվան, սիրում են երիտասարդությունը կան եւ մեզ հետ աշխատեն։ Մեր անձնակազմը տարվա ընթացքի նաեւ աշխատում է մեր կամավորների հետ։ Նրանք շատ օգնում են մեզ տարբեր աշխատանքների մեջ, որ ունենք մենք օֆիսի մեջ, կամավորներից օգտվում ենք, բայց նաեւ ամենակարևոր բանը այն է, որ մեր հոգաբարձական խորհուրդը կազմված է 10 հատ կազմակերպություններից, մեր 4 եկեղեցիներն են, ավանդական կուսակցություններն են, օգնության միություններն են եւ բոլորը համաձայն են ինչ որ այս հարցի վրա, որ մենք պիտի լինենք կամուրջը Սփյուռքի եւ Հայաստանի մեջ եւ 30 տարուց ավել միասին աշխատել են։ Նորից աշխատակազմը մեր օֆիսում է լինում, շատ մեծ աշխատանք են տանում, ամենակարևոր աշխատանքներից մեկը իհարկե մեր database-ն է, ծավալել մեր ասենք նվիրատուների թիվը եւ հետևորդների եւ ու նաեւ իրենք մեծ աշխատանք են տանում մարքեթինգի իմաստով տարվա կտրվածքով եւ կամավորներով։ Ուրեմն 3 մասի են ասենք բաժանվում մեր ամբողջ աշխատանքի բնույթը։ Ինչպես կգնահատեք տեղի հայ համայնքի ներգրավվածությունը, մասնակցությունը ձեր ծրագրերում, նախաձեռնություններում։ Մենք կողմից բախտավոր ենք, որ ապրում ենք այս գաղութի մեջ, որտեղ լիքը հայություն կա եւ հայկական կազմակերպություններ եւ մեծ աշխատանք կատարվում կազմակերպությունների կողմից Սփյուռքը արթուն եւ ասենք շատ գործունյա պահելու։ Դա հեշտացնում է մեզ համար մեր մեջ հրավիրել ասենք երիտասարդներին, որոնք արդեն ներառված են աշխատանքներով գաղութի մեջում, որտեղ արդեն իրենց պատկանում, իրենք զգում են, որ իրենք պատկանում են հայ գաղութին, իրենց մասին մտածում են որպես հայեր, եւ ուրեմն դրանց ներառելը այդքան դժվար չի լինում։ Ուրեմն մեկ կողմից բախտավոր ենք, եթե լինի ավելի քիչ թվով հայեր եւ եթե լինեն ավելի ասենք քիչ կազմակերպություններ, որ աշխատանք են տանում, երևի չէինք ունենա նույն արդյունքը։ Այո։ Բայց պիտի ասեմ, որ շատ գոհ ենք մենք մեր գաղութի այն ասենք հովանավորությունից, որ գաղութը մեզ ցույց է տվել մեր բորդի անդամների կողմից եւ նաեւ այն մարդիկ, որոնք
հետևում են այդ կազմակերպություններին, ասենք նրանց անդամներն են, կամ այդ եկեղեցիներին, ասենք մասնակցողները, դրանք բոլորը մեր տեսակով լինում են ներառվում են մեր աշխատանքների մեջ եւ դառնում են մեր հետևորդները։ Տարիների ընթացքում վստահ եմ աջակցությունների ոլորտները գնալով ավելանում են։ Ընդլայնվելու միտք կա։ Ընդլայնվելու միտք կա այն իմաստով, որ մենք պիտի գտնենք այն աշխատանքները եւ այն ծրագրերը, որոնք հուզում են մեր նվիրատուին եւ մեր գաղութին։ Եվ դրանք փոխվում են, ինչպես գիտեք, որովհետեւ սերունդներն են փոխվում, որովհետեւ իրավիճակներն են փոխվում։ Եվ դրա պատճառով մենք պիտի շատ արթուն լինենք, որ եթե պիտի մենք ծավալենք մեր աշխատանքը, ինչպես է փոխվում, ասենք, մեր մեսեջը, մեր խորհուրդը, մեր արշավը, ասենք, որ տանում ենք մեր համայնքի մեջ, եւ ավելի ճիշտ պատասխանելու համար, այո, այդ ցանկությունը մենք ունենք եւ այդ աշխատանքը տանում ենք եւ հույսով ենք, որ ասենք 5 տարվա, 4 տարվա կտրվածքով ամեն տարի մենք նորից նայում ենք, վերանայում ենք, որ եթե արել ենք ճիշտ գործեր եւ ճիշտ քայլեր ենք արել։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ խոսել ներկայի մասին։ Այս պահին Հայաստան համահայկական հիմնադրամը ինչ ծրագրեր է իրականացնում։ Մենք մի քանի շատ հետաքրքիր ծրագիր ունենք, որոնցից մեկը Արցախի մշակութային կենտրոնն է։ Դրա վրա արդեն աշխատել ենք մի քանի տարի, ունենք իր նախագիծը, հատակագիծը, խոսել ենք արդեն քանի գործողներ, որ արցախյան գործողներ են, որոնք տեղահանված են եւ շատ կարեւոր է եղել մեր գաղութի համար, որ ստեղծել մի կենտրոն, որտեղ կարող ենք նրանց հավաքել, ուրեմն ցածի հարկում պիտի լինեն այդ դասկահները, այնտեղ որտեղ գորգեր են գործում, պիտի լինի մի հատ սրահ, որտեղ պիտի ցուցադրվի գորգերը, հետո վերևը ուրեմն 18 հատ յունիտ են, որտեղ պիտի ապրեն այդ գործողները։ Սա ուրեմն մուշ թաղամասում է նորից մեր Գյումրիի շենքերի մոտ, եւ այդ ձևով մենք կարող ենք նաեւ այդ կարող հարատևել, ասենք, այդ արցախյան գործելու այդ արվեստը ու նաեւ իրենց համար բնակարաններ հայթայթենք այդ տեղում եւ դա լավ միտք է, որովհետեւ նաեւ մուշ թաղամասում, ինչպես դուք տեսել եք, այդ տները կան, այնտեղ կա մանկապարտեզ, այնտեղ ստեղծվում է մեկ հատ համայնք, որը կառուցվել է ԱՄՆ-ի տեղական մարմինով։ Դա մեկ ծրագիր է, մյուս ծրագիրը ուրեմն եղել է նորից Արցախի պետական։ Դա հիմա ընթացքի մեջ է եւ դա հիմա այո, մենք նոր ստացել ենք հողը, բայց հատակագիծը եւ նախագիծը եւ բոլոր իր պլանները արդեն պատրաստ են։ Սպասում ենք, որ հողը պիտի ես արդեն քանի օր ստանանք։ Եվ դրա համար մենք արդեն մի տարուց ավելավոր դրամահավաք ենք ունեցել եւ պիտի շուտով արդեն աշխատանքը սկսի, երևի մի տարի ու կես կտևի մինչեւ պատրաստվի շենքը, բայց շարունակաբար աշխատում ենք, որ գտնենք եւ իմանանք որտեղ են գործողները եւ որերն են, որ կուզեն մաս կազմել այս աշխատանքին։ Դրանից բացի ուրեմն նաև ունենք Արցախի պետական պարախմբին, որ հովանավորել ենք, որ ինչպես գիտեք մի քանի ամիս առաջ այստեղ էին եւ շատ հաջող համերգ ունեցան, ուրեմն իրենք տեղ են վարձակալել մեր օգնությամբ, որտեղ փորձում են եւ իրենք պարում են որպես պրոֆեսիոնալ պարողներ։ Դրանից բացի երկու հատ հիվանդանոցներ կան, մեկը նոյեմբերյան հիվանդանոցն է, որ մենք նորոգել ենք եւ նորից այդ հիվանդանոցի մեջ մոտ $500,000 ներդրում կա եւ Բերդ հիվանդանոցն է, որ նա էլ նորից հիմա վերակառուցման ընթացքի մեջ է։ Հետո նորից երկու հատ կարևոր բան ունենք, այդ Նիսանյան, որ ինչպես խոսեցինք կտակի մասին, դրանք շատ կատարելագործված ամբյուլանսներ են, որ այդ անհատը, որ այդ բժիշկը, որ այդ կտակը մեզ տվել է, ուզել է, խնդրել է, որ մենք դրանք պատրաստենք եւ դրանք հիմա պատվիրած են, պիտի շուտով հասնեն Հայաստան եւ դրանցից մեկը պիտի գնա նոյեմբերյան հիվանդանոց եւ մեկը պիտի գնա Բերդ հիվանդանոց։ Դրանից բացի այս տարվա կարևոր աշխատանքներից ուրեմն եղել են, ինչպես գիտեք, Լոս Անջելեսում կրակներ եղավ, շատ մեծ կրակներ եւ այնտեղ կային տուժող ընտանիքներ եւ տուժող ընտանիքների երեխաները, որոնք հաճախում էին հայկական դպրոցներ, պարտավոր էին երեխաներին հայկական դպրոցներից հանել։ Այդ դեպքում ուրեմն մենք $250,000 տրամադրեցինք այն երեխաների համար, որոնք իրենց ընտանիքները տուժվել էին, որպեսզի դուրս չգան հայկական դպրոցներից։ Ուրեմն իրենց թոշակը մենք մինչև հունիսի վերջը վճարեցինք, հունվարից մինչև հունիս, որ այդ երեխաները շարունակեն հայկական դպրոց գնալ։ Իսկ նորից Մելիքյանի այդ կտակով մենք վճարել ենք մոտ 18 հատ աշակերտի, որ ուսանողների,
տարբեր համալսարանների մեջ, որոնցից որոշները եղել են փաստաբանական համալսարաններ, որոշները եղել են համայնքային համալսարաններ, ուսման վարձն ենք վճարել։ Դա եղել է այս տարվա մեր աշխատանքներից։ Դրանք կազմում են ընդհանուր առմամբ ամենամեծ, ասենք, կարևոր աշխատանքները, որ ծայել ենք, բայց դրանից բացի այնտեղ կան ուրիշ կազմակերպություններ, որոնց մենք օգնում ենք։ Օրինակ, կա այնտեղ հայորդի կազմակերպությունը, որոնք ինչ որ օգնում են այն տրավմայից ազատված երեխաներին, դրանց հետ ինչ որ հոգեբանական դասընթացներ են անցկացնում, դրանց ենք օգնում։ Օգնում ենք կան երեխաներ, աուտիստիկ երեխաներ, որոնք մեր կենտրոնում են մնում արև նրանց ենք օգնում, դրանց ֆոնդ ենք արել մի քանի տարի, արդեն էս 3-րդ տարին պիտի լինի, որ աշխատում ենք դրանց հետ։ Ապագայի ծրագրերը ես կարծում եմ շատ կարևոր են մեզ համար այն իմաստով, որ նորից պիտի հասկանանք ինչը այսօր լինելու Հայաստանի կարիքները եւ ինչն է լինելու թեման, որով հետաքրքրված է մեր գաղութը։ Դրանք պիտի ճշտեն առաջիկա ասենք 5 տարվա մեջ, որտեվ այս աշխատանքները, որ ես դες նշեցի, բոլորը մի տարվա կտրվածքով չեն կատարվում։ Այս աշխատանքները կատարվում են 2, 3, 4 տարվա ընթացքում, որտեվ շինարարական աշխատանքներ են, ենթակառուցային եւ այդ պատճառով տևում են տարիներ։ Ասենք այս պրոյեկտների մասին, որ ես նոր խոսեցի, 2-ից 3 տարվա մեջ են։ Իսկ նրանից հետովա աշխատանքները մենք շարունակաբար մենք Հայաստանում ենք լինում, գաղութում շատ կապված ենք, ասենք մեր անդամների հետ, գաղութի մեջ եղած կազմակերպություններին, իմանալով, որ ինչ է թեմաները, որ հետաքրքրում է մեր երիտասարդության, մեր գաղութի բոլոր անդամներին եւ ինչ է հարցերը, որ Հայաստանում հետաքրքիր են, որ մենք խոսում ենք, ասենք, այնտեղում Հայաստան համայնքական հիմնադրամի հետ եւ նրանք էլ առաջարկներ ունեն։ Ու նաեւ ինչպես է ձևակերպելու դա մեր հոգաբարձական խորհրդի մեջ։ Ու պիտի նաև հասկանանք, որ ինչ որ արշավը եւ որ պրոյեկտը ավելի հետաքրքիր կլինի եւ կարողություն կունենա դրամահավաք ունենալու։ Իսկ այսքան մեծ գործ անելով, այս ծավալի աշխատանք իրականացնելով, այդքան ներդրումներ ունենալով, այդքան ծրագրեր իրականացնելով, ձեզ Հայաստանի կողմից գնահատված եք զգում։ Այո, ամենամեծ գնահատականը, գիտեք, երբ որ մենք հանդինում ենք, ասենք, այս տները, շենքերը, երբ որ գնում ենք այդ հիվանդանոցները, որտեղ տեսնում ենք այդ հիվանդներին, որ հիմա ավելի արդիական միջոցներով բուժվում են, օրինակ հենց նոյեմբերյանի մեջ այս ինֆեկցիոն կենտրոնը, որ մենք սարքել ենք Բերթի մեջ, որ ասենք այդ հիվանդանոցն է, որտեղ հիվանդները հիմա պիտի ունենան ավելի լավ միջոցներ, այդ ամբուլանսները պիտի այնտեղ լինեն, այդ նոր սարքավորումները պիտի լինեն, այդ ամենամեծ գնահատականն է։ Դա եւ երբ որ ես հիշում եմ Գյումրիում, երբ որ բացումը եղավ այս շենքերի եւ 80 ընտանիք նոր եկան դոմիկներից դուրս եւ ապրեցին այդ տների մեջ։ Դրանք շատ մեծ գնահատականներ են եւ վստահ եմ հուզական շատ մեծ բավարարականություն եք ստացել։ Այո։ Տիկին Մեհրանյան, ասացեք, խնդրեմ, որն է Հայաստան-Սփյուռք կապի մասին ձեր տեսլականը։ Սա շատ լավ հարց է եւ հուզիչ իմ կարծիքով, որովհետեւ ինձ թվում է, որ այդ կապը հարատևել է տարիներ։ Սփյուռքը, հայկական Սփյուռքը ապրել է 100 տարիներից ավել եւ փոխադարձ ինչ որ մեկ հատ զգացմունք կա, որ մենք մեզ գտնում ենք Հայաստանի մաս, հայության մաս, հայ լինելու կարիքը այն ամենով հանդերձ, որ չենք ապրել Հայաստանի մեջ։ Եվ կարևորությունը այն կլինի, ասենք, տեսլականի, որ մենք ինչպեսով ենք կարող գտնել այդ փոխադարձ հարաբերությունը, որ մեզ պետք է, որ Հայաստանում պետք է, եւ որ Սփյուռքին է պետք, որպեսի հարատևի։ Եվ գտնելը դրա, ինձ թվում է, որ հարատև աշխատանք պետք է, եւ ես համոզված եմ, որ այդ աշխատանքը տարվում է, թե Սփյուռքի կողմից եւ թե, ասենք, Հայաստանի կողմից, եւ մեր նվիրատուների կողմից, եւ նրանց, որոնք ստանում են, ասենք, այդ աշխատանքների արդյունքները։ Ինձ թվում է դա պիտի շարունակվի եւ մենք պիտի կարողանանք ելքեր գտնել հարատևելու այդ աշխատանքը եւ դժվար է դա, որովհետեւ իրականությունները անվերջ փոխվում են, չէ՞, աշխարհի ձևն է փոխվում, քաղաքականություններն են փոխվում, բոլոր այդ բաները փոխվում են, բայց հայը մնում է հայ, այդ կամուրջները մնում է եւ կամուրջները մնում են կամուրջ։ Եթե ունենայիք հնարավորություն աշխարհի բոլոր հայերին ինչ-որ բան ասել, ինչ կասեիք։ Ես կուզեի հայության աշխարհի բոլոր ասեի, որ մենք պիտի զգանք, որ մենք մասնիկներն ենք նույն բանի ինչ որ մասնիկներն ենք հայության,
որ կարևոր է որ մենք շարունակաբար պահենք մեր ազգային նկարագիրը, շարունակաբար օգնենք մեր ռեսուրսներով իրար գաղութների մեջ, Սփյուռքում, Հայաստանին ու ստանանք Հայաստանից այդ կապը եւ բոլոր այն ռեսուրսները, որ այնտեղ կա մեզ համար։ Այսինքն որ մենք Սփյուռք Հայաստանը իրար հետ ապրելով, իրար հետ կապված լինելով են, որ պիտի շարունակվեն ու ապրեն եւ բոլոր հայության կուզեմ ասեմ, որ կարևորը որ մենք բոլորս մեր կարողացածը անենք այդ աշխատանքը տանելու համար։ Ամեն։ Շնորհակալ եմ շատ ձեզ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար եւ որ Հայաստան-Սփյուռք կապը ձեր շնորհիվ ավելի է ամրապնդվում։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։